գործընկերները զբաղվում էին օծանելիքի ներմուծումով եւ վաճառքով, ես զբաղվում էի շինարարական ապրանքների։ Մեր շփումների արդյունքում մենք զգացենք, որ մենք իրար հասկանում ենք ու կարող ենք կազմակերպություն ստեղծել եւ աշխատել միմյանց հետ, քանի որ մեր մտածելակերպը նույնն էր, մենք մտածում էինք նույն ձևով։ Մենք կարողանում էինք առաջնայինը երկրորդայինից տարբերել, որովհետեւ գործընկերների մեջ կենտրոնանում են երկրորդական հարցերի վրա եւ այդտեղ տուժում է առաջնային հարցը։ Կարևոր է շատ, որ էներգիան ամեն ինչը ներդնել առաջնային հարցերը կարգավորելու եւ լուծելու համար։ Երկրորդայինը դա մանր հարցեր են, չնայած ասում են սատանան մանրուքներում է եւ դա շատ կարեւոր է, դրա համար ուշադրություն չդարձնել երկրորդայինին։ Արդյունքը ստացվեց այն, ինչ ստացվեց, խոշոր կազմակերպություն, մեր այլ ընկերները կամ այլ գործընկերները մի զարմանում են, թե դուք ոնց եք այդքան գործընկերներով իրար հետ աշխատում եւ մինչեւ հիմա ոչ մի կոնֆլիկտ չունեք։ Ես հպարտությամբ կարող եմ ասել մատով ցույց տալու ընկերությունը իր հիմնադիրների փոխհարաբերությունների հարցով եւ ոչ միայն ընդհանուր կոլեկտիվի։ Առաջնայինը մարդկային հարաբերության մեջ ես ինքս ազնվությունն եմ գնահատում, որովհետև դա արժեք է, դա այսպես ասած բրենդ է եւ հիմնարկի համար, եւ կազմակերպության համար, եւ զուտ մարդկանց համար։ Ազնիվ պետք է լինեն մեկը մեկի նկատմամբ, ազնիվ պետք է լինենք մեր գործընկերների նկատմամբ։ Դա կլինեն հաճախորդներ, մեր ցանցի, կլինեն մատակարարներ, արտասահմանյան եւ ամենակարևորը պետության նկատմամբ պարտավորությունները կատարել, որտեղ դա իրոք արժեք է։ Եվ մենք այդ արժեքը պահպանում ենք, բոլորը գիտեն մեր գործընկերները, մեր աշխատակիցները։ Բարսիս ընկերությունը բազմազան մարդ է, մոտ 700-ից ավելի աշխատակիցներ ունենք եւ հարաբերությունները այստեղ շատ կարեւոր են։ Դա մի մեծ կոլեկտիվ է, ես կասեի մեծ ընտանիք, որտեղ շատ կարեւոր է մարդկային հարաբերությունները։ Դա իր մեջ ներառում է եւ կարգապահությունը, եւ փոխհարաբերությունները, եւ պարտավորությունները մեկը մեկի նկատմամբ, որը եւ հարգանքը մեկը մեկի նկատմամբ, հարգանքը ընկերոջ, գործընկերոջ աշխատանքի նկատմամբ, հարգանքը ղեկավարության նկատմամբ, դա գործընթաց է, որը մեծ ջանքեր պահանջվեց մեզանից ստեղծել այդպիսի կոլեկտիվ, ունենալ այսպես ասած top մենեջերներ, որոնց վրա հիմնվելով կառույցը ավելի համախմբել, ավելի կառավարելի դարձնել։ Առաջնորդ չեն լինում, ծնվում են, առաջինը կասեի, դա բնավորություն է։ Առաջնորդի համար մանրուք ոչ մի այդպիսի հարց չկա։ Ամեն ինչ ուշադրության կենտրոնում պահել եւ զգալ կոլեկտիվի սրտի աշխատանք։ Ղեկավարը ավելի շատ հետևել կազմակերպության կարգապահությանը, առաջադրանքներ տալ, առաջադրանքներին հետևել ինչպես է կատարվել, բայց ամենացանկալի արդյունքը, երբ որ ղեկավարը եւ առաջնորդը մի մարդ է լինում, դա հիանալի արդյունք է տալիս։ Մտածողությունը ինքը ամեն ինչի հիմքն է։ Առանց մտածելու քայլեր անելը արդյունք է տալիս, որը հետո չես կարողանում շտկել։ Մտածել, ես նույնիսկ ասեի հեռու մտածել, դա շատ կարևոր է։ Բիզնեսին պետք է վերաբերվել շատ նուր, բիզնեսը շատ խոցելի է։ Խոցելի է կառավարման առումով, սխալներ թույլ տալու առումով, սկսած մարքեթինգային, վերջացրած կառավարման այն ամենամանր հարցերով, ներդրումի հարցը շատ կարևոր է։ Ես համեմատում եմ բիզնեսը ընտանիքի նման, բիզնեսը ոնց որ ինքը նման է քո երեխային, երեխան երբ որ ծնվում է, ծնողը պետք է ներդրում անի, ուսումի տա, կերակրի, սպորտի տա, այսինքն անի այն ամեն ինչը, որ երեխան մեծանա լիարժեք մարդ։ Նույնը մեր վերաբերմունքն է բիզնեսի նկատմամբ։ Բիզնեսին մենք իրոք փայփայում ենք, խնամում ենք, ներարկում ենք ֆինանսական միջոցներով, զարգացնում ենք։ Բիզնեսը չի սիրում
կանգնած մնալ։ Նման է այն լճին, որի մեջ ոչ ջուր է լցվում, ոչ էլ ինքը հոսք ունի, ինքը ճահճանում է։ Նույնը բիզնեսը պետք է հոսք ունենա, այսինքն իր մեջ եւ ներարկում պետք է ունենա եւ հակառակը արտահոսք պետք է լինի։ Այդ ժամանակ բիզնեսը մաքուր կլինի, զուլալ կլինի, կներեք համեմատում եմ բնության հետ, բայց իրականությունը դա է։ Ես կպատասխանեի Չերչիլի խոսքերով, հաջողություն պետք է ունենա, հաջողակ լինի։ Բիզնեսում հաջողակ լինելու համար առաջինը հաջողակ պետք է լինել, բայց չեմ անտեսում էլի կարևոր բան աշխատասիրություն։ Եթե բառերով մի 4 բառեր արտահայտություններ ասեմ, հաջողակ լինել, աշխատասեր լինել, խելացի լինել եւ կարգապահ լինել։ Դժվարություններից չխուսափել, անհաջողություններից ոչ թե վհատվել, այլ օգուտ քաղել սովորելու արդյունքով, որտեղ յուրաքանչյուր անհաջողություն դա մեզ, այսպես ասած, ուսուցանում է այն չկրկնել եւ ավելի պինդ լինել, ավելի ուժեղ լինել։ Երբեք չվհատվել։